Հայ մարդ, բարև մարդկություն, ուրեմն ես ինչ ասում եմ, սա շատ կարևոր է, ես պատահական ոչինչ չեմ ասում, ուղղակի կխնդրեի, որ հետևողական լինեք իմ խոսքին և ամեն ինչ լավ կլինի։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ ամեն ինչ լավ է լինելու, եթե դուք հետևեք իմ խոսքին։ Սա բոլորին է վերաբերվում։ Ես միշտ ռեալ առաջարկներ եմ անում և ակնկալում եմ, որ մարդիկ, հայ մարդը և մարդիկ շատ լուրջ վերաբերվեն։ Ուրեմն հայր ջան, դիմում եմ ոստիկաններին, ընդհանրապես սա բոլորին է վերաբերվում, առավել ևս ոստիկաններին է վերաբերվում, ուրեմն ոստիկաններ, ուրեմն դուք գիտեք, որ ձեզ գումար են տալի և որպես գործիք, որպես տրուկ, օգտագործում են ձեր հայրենակցի դեմ։ Այդ գումարը, որ տալիս են, սա նախ հայ մարդու կողմից վճարված հարկերի միջոցով են ձեզ այդ աշխատավարձերը տալի, այսինքն դուք պետք է ծառայեք հայ մարդուն, հայրենիքին, հայ ազգին, հայ ժողովրդին դուք պետք է ծառայեք։ Ուրեմն դուք ենթարկվելով տականքների հրամաններին, հայի տականքների, պիղծերի հրամաններին, դուք որպես գործիք օգտագործվում եք հայ ազգի, հայ ժողովրդի, հայ մարդու դեմ ու ձեզ զրկում են արժանապատվությունից։ Ու այդ գումարը, որը ինչ-որ 300, 400, 500 հազար տալիս են, դուք իմացեք, եթե մեր այս երկիրը թալանած կեղեքած չլնեին պիղծեր տականքները, դուք կստանայիք 1 միլիոն, 2 միլիոն, 3 միլիոն աշխատավարձ։ Այսինքն սա էլ է շատ կարևոր, ես այս ուղերձը հիմնական ոստիկաններին է ուղղված, որ ձեզ ուրեմն զրկում են արժանապատվությունից, ուրեմն պատվից, ենթարկվելով տականքների հրամաններին, ես ուղղակի ուզում եմ ձեզ սա տեղեկացնել, նաև աշխատավարձի մասով էլ դուք օրինակ եթե լիներ